Վրաստանի սահման ու Բավրայի անցակետ տանող հիմնական ճանապարհներից մեկը Գյումրու Շիրակացի փողոցը հիմնանորոգվում է։ Մի քանի ամիս առաջ այստեղ հին ծածկն էին հեռացնում, այսօր արդեն նոր ճանապարհի ու մայթերի ուրվագծերը երևում են։ Մենք ամբողջ ծածկը հանել ենք, անցկացրել ենք ջրահեռացման համակարգ, բազալտից զարդարել, կատարվել է մայթերի ասֆալտապատման աշխատանքները։ Շինարարության համար կառավարությունը մոտ 880 միլիոն դրամ էր նախատեսել, սակայն աշխատանքների ընթացքում պարզ դարձավ, միայն ասֆալտը փոխելով խնդիրը չի լուծվելու։ Նախագծային փոփոխություններ են անում ու ինքը մոտ միլիարդ 300 միլիոն 400 միլիոն է դառնալու, մենք գոյուղինել ենք փոխելու Շիրակացի փողոցի։ Խնդիրը Գյումրիում տարածված է, ճանապարհը նորոգվում է, հետո պարզվում տարիներով չփոխված գոյուղին կամ ջրագիծը վթարային վիճակում է, ասֆալտը պիտի քանդել, խողովակ անցկացնել։ Ենթակառուցվածքներ շատ երկար տարիներ Գյումրիում փոփոխություն չի եղել, մենք գոյուղու համակարգեր ունենք, որոնք երևի սովետական միության ժամանակվա փոխված համակարգեր են ու բացի դա ամեն ինչը երկրաշարժից հետո ամեն մեկը ոնց հարմար է եղել իրան պսկաբել է ու դրանց մեծ մասը փոփոխության կարիք ունի։ Գտնել խնդիրները, քարտեզագրել ու Գյումրիում ամեն տարի նորոգել 25 կիլոմետր ճանապարհ։ Վարչապետի հանձնարարականից հետո մի քանի խորհրդակցություն, քննարկումներ արդեն եղել են։ Նպատակն է գործը նոր մոտեցման բանել, չերևացող խնդիրները նախ լուծել, հետո անցնել ասֆալտին։ Այն ճանապարհահատվածները, որտեղ որ կպլանավորվեն իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ, վնասված կամ փոփոխման ենթակառուցվածքները պետք է փոխարինվեն։ Նախագծերը պատրաստ լինելուց հետո կհայտարարվեն արդեն շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթներ եւ կաշխատենք հնարավորինս գարնան բացվելուն պես մեկնարկել աշխատանքները։ Հիմա դեպարտամենտում ուսումնասիրում են ճանապարհահատվածները, որոնք մարզպետարանն առաջարկում է ներառել 25 կիլոմետրի ծրագրում։ Այս տարվա միջին նորոգումների ցանկում ընդգրկվել են Գյումրու մի քանի փողոցներ, այդ թվում Մուշ թաղամասը։ Երկրորդ մեծությամբ մեծ թաղամասն խիտ բնագեցված, կենտրոնական փողոցները Մուշ թաղամասի, նաև երկրորդական փողոցներ ունենք, փորձում ենք այս թաղամասը ամբողջացնել 26 թվականի ծրագրով դուրս գալ։ Մյուս տարի էլ ծայրամասերի փողոցների նորոգումը կլինի օրակարգային ճանապարհաշինական նոր քարտեզում առաջնահերթ տեղ են գտնելու այն ճանապարհները, որոնք կարող են քաղաքի երթևեկության մի մասը դուրս բերել կենտրոնից եւ թեթևացնել Գյումրու ծանրաբեռնված հատվածները։ Հակակոռուպցիոն կոմիտեի և ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված համալիր օպերատիվ հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով հիշյալ կուսակցության համակիրները նախնական համաձայնությամբ Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք։ Նովա բարիգում։ Բարիգում Յուրա ջան։ Նովա այսօր խոսալը քո հետ։ Հա։ Ապեր 4 հոգի կողքդ գրանցի։ Նեգել ջիգել։ Են բանարալի տես գողոմա տունկա Վարսով մելոին ունի մի հարկը ինչքան է տալի։ Լավ Յուրա ջան, հեսա հասկանամ կփոխեմ։ Լավ։ Դե նաղդե 4-ն ստե գյուղում են, չէ։ Մելոյա ստունն եմ մնում։ Չհասկացա, այսինքն կեսը մնում են այդտեղ ձեր փողոցում, կեսը մելոյն ստունը։ Լավ ախպրես, հեսա հասկանամ վարսով տարբերակ կա կասեմ։ Ասերոքյան։ Լուժան։ Հա ջան, ասա։ Իրանք 6 հոգի հիմա Շմիացին են ապրում։ Հա։ Բայց ստեի ցուցակում են, ստե պետք է։ Հա, գալ են ստեղ։ Մի հատ եթե կարանք հասկանանք ումով կարող մի հատ հետները կապվեն, որ ավելի հստակ լինի Լուժան։ Ձեն կարող է, լավ։ Հա, լավ։ 6 հոգին գրող է։ 6 հոգի։ Դրա անվագան ինչյաներ, այն ցուցակի մեջ ոնց գրած է դիա, չէ։ Բաբայան Սենյա, Բաբայան Եղիշե, Բաբայան Մարատ, Բաբայան Եղիշե, Մարատ Սենյա։ Լավ։ Դե չգիտես ինչն է բան, եթե իրանք պետքա ընտրեն, մեր ուզածին թող ընտրեն, եթե չէ տունը իմն է, ես իրավունք չեմ տալ ինքը գա այդ հասցեով ընտրությունների մասնակցի։ Պալյուվում գրանցված են, իրանք է պալյուվում անգիմադիր են լինելու էլի։ Հա։ Դե այդ եմ ասում։ Սերոքյան լսում ես, դրանց հետ կապված այն կարապեիսն աշապ հետը մոտիկ, զանգել եմ էտի, ոնց ասեմ, նենց է էլ, ասելա պրոբլեմ չկա խոսալի, ես իրա հետ արդեն խոսացել եմ, ասել նենց ես անում, որ լրի վետի լինի, դաժե իրանց շրջապատում է, լոքասեց պրոբլեմ չկա։ 6 հոգի են լուս, էտի։ Հա, էտի ասետի ուրեմը թողում եմ փովրա, նենց ես անում, որ օքեյ լինի։ Ես գիտես թե
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Ծանոթացեք 155 մմ տրամաչափի Արամազդ ինքնագնաց հրետանային կայանքն է։ Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցի վերջին տարիների ձեռքբերումներից մեկը եւ Մարտկոցի հրամանատար կապիտան Գրիգորյան։ Սպառազինության նոր միջոցները շահագործելու իմացությունն ու հմտություններն է փոխանցում ծառայակիցներին ու ենթակա անձնակազմին։ Նոր սպառազինությունն ինքնին ենթադրում է նաև համապատասխան ստորաբաժանումների անձնակազմերի կադրային պատրաստության նոր մոտեցումներ, նոր մտածողություն։ Մարտկոցի հրամանատար Սարգիս Գրիգորյանի հետ մտաբերում ենք մեր բանակի անցած ուղին, հիշում Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցի սպառազինության միջոցները ու փորձում գնահատել նոր ձեռքբերումները։ Տեխնիկան հմտորեն շահագործելու համար անձնակազմից պահանջվում է մոտ 1 ամիս ժամանակահատված։ Անձնակազմը համալրված է նոր մարտավարական հաստիկներով, հիմնական շեշտադրումը դրված է ապահովող ստորաբաժանումների ուժերի միջոցների վրա, քանի որ նախկինում հրետանային մարտկոցները առավել ինքնուրույնություն եւ բարձր շարժունակություն չունեին եւ նորագույն ձեռքբերումների շնորհիվ տեխնիկան ինքը շարժունակ է եւ լիովին մարտկոցը կարողանում է ինքնուրույն կատարել իր առջեւ դրված խնդիրը։ Այսինքն գործ ունենք ավտոմատ կրակի կառավարման համակարգով օժտված հրետանու հետ, ինչպես նաեւ ինքնուրույն մարտական խնդիր կատարող ստորաբաժանման հետ։ Հուսալի պաշտպանության եւ ավտոմատացված ճշգրիտ հաշվարկներ կատարելու շնորհիվ համակարգերն ունակ են կարճ ժամանակահատվածում եւ բարձր արդյունավետությամբ խոցել բարձր պաշտպանվածություն ունեցող շարժվող եւ անշարժ կենդանի ուժը, կրակային միջոցներ եւ այլ կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտներ։ Հաստիկները համալրված են թե ժամկետային եւ թե պաշտպան հայրենաց ծրագրի շահառուներով։ Հիմնական շեշտադրումը հրամանատարական կազմի դրված է երկարատև պայմանագրով զինվորական ծառայության անցած զինծառայողների վրա, քանի որ ուսումը այդ գիտելիքի բազան ներդնելը ավելի նպատակահարմար է երկարամյա ծառայություն ունեցող զինծառայողների համար։ Համալրված են բացի կրակային դասակներից նաև ապահովող ստորաբաժանումներով, ինչը թույլ է տալիս տեխնիկան կիրառելիս Մարտկոցի անձնակազմին գործել մաքսիմալ ինքնուրույն։ Պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու ժամկետային զինծառայող Գևորգ Գրիգորյանը համակարգերի առավելություններից մեկն էլ կիրառելիության լայն հնարավորություններն է համարում։ Օրինակ, հրետանային միջոցն իզորու է կատարել տարածքների ծխապատման, լուսավորման խնդիրներ եւ այլն։ Մաղաքեն նույնպես պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու է։ Ծառայության հենց առաջին ամիսներին է որոշել 5 տարի անց ծրագրի ավարտին վերակնքելու է պայմանագիրը, այս անգամ արդեն ծառայությունն իբրև սպա շարունակելու նպատակով։ Առաջին քայլերն արել է ծառայությանը զուգահեռ պրակտիկ վարժանքներին ու պարապմունքներին համընթաց զինվորական կրթություն է ստանում։ Որպես հաշվարկի հրամանատար ես պարտավորվում եմ հետևել տեխնիկային, սարքինությանը, հետևել անձնակազմի ճիշտ գործողություններին, կազմակերպել տեխնիկայի հետ կատարվող աշխատանքները։ Արդեն 2 տարի է ծառայում եմ որպես պաշտպան հայրենաց ծրագրի շահառու։ Ատեստավորվել եմ լավ գնահատականով, պատիվ եմ ունեցել մասնակցել մայիսի 28-ին անցկացված զորահանդեսին, որը հետագայում իմ զինվորական ծառայության լավագույն հիշողություններից է լինելու։ Ջոկի հրամանատարը հասցրել է ուսումնասիրել, որ հրետանային միջոցը, որի շահագործման մասնագիտական պատրաստություն է անցնում նաև ինքը, միջազգային առաջատար ինքնագնաց կայանքներից մեկն է եւ վստահ է, որ նմանատիպ ներդրումը մեր բանակում արդեն իսկ խոսում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր որակի հրետանային ստորաբաժանումներ ունենալու մասին։ Իսկ ինքը հպարտ է, որ մեր բանակի պատմության նոր էջը կերտող նոր սերնդի զինվորականներից մեկն է լինելու։ Նաիրա Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան։ Միացյալ Նահանգները եւ Իրանը փոխադարձ հարվածները շարունակում են արդեն 9 օր։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, օդային պաշտպանության եւ ափամերձ հսկողության վայրերը, ծովային հնարավորությունները եւ հրթիռների ու անօդաչուների կայանքները թիրախավորելու մասին։ Ըստ իրանական կողմի հարվածներ են գրանցվել Թավրիզում, Չաբահարում, Կոնարակում եւ այլ քաղաքներում։ Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ է տուժել ամերիկյան հարվածները
հարվածներից եւ ռազմական առումով կորցրել է գրեթե ամեն ինչ։ ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի թիրախավորել Իրանը, քանի դեռ այն սպառնում է համաշխարհային առևտրային նավագնացությանը։ Մարկո Ռուբիոն միևնույն ժամանակ հավելել է, ԱՄՆ-ն միշտ պատրաստ է դիվանագիտական լուծման։ Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Հորդանանում, Քուվեյթում, Սիրիայում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով ԱՄՆ-ի հետ զինված առճակատումը կարող է ավարտվել եւ բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Իրանը մարտի դաշտում հասնի առավելության։ Հարվածների ֆոնին ամերիկացի եւս մեկ զինծառայող է զոհվել Իրաքում խոցված իրանական ԱԹՍ-ի չպայթած զինամթերքի վերահսկվող պայթյունի ժամանակ։ Ավելի վաղ երկու ամերիկացի զինծառայող զոհվել էր Հորդանանում։ Ըստ Թրամփի վերջին հարվածներն իրականացվել են ի պատիվ Հորդանանում եւ Իրաքում զոհված զինծառայողների։ Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երկու նավ պայթել է եւ դադարեցրել ընթացքը, երբ փորձել է անցնել Հորմուզի նեղուցի հարավային երթուղով, որն անվտանգ չէ։ ԻՀՊԿ-ն հավելել է ջրային ուղին վտանգավոր կմնա, քանի դեռ ամերիկյան ագրեսիան շարունակվում է։ Այս իրադարձությունների պատճառով նավթի գինը բարձրացել է եւս 2%-ով, գերազանցելով 1 բարելի դիմաց $90։ Արաբական երկրների լիգան նախազգուշացրել է ներկայիս սրման լուրջ վտանգների մասին, դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրներին եւ կոչ անելով վերադառնալ բանակցությունների։ Ռուսաստանը եւ Ուկրաինան եւս շարունակում են փոխադարձ հարվածները։ Օդեսայի մոտ առևտրային նավի վրա ռուսական հարվածներից զոհվել է անձնակազմի 10 անդամ։ Զապորոժիայում կա 3 զոհ, տասնյակ վիրավորներ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտարարել է, որ հուլիսի 19-ի երեկոյից մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 ԱԹՍ, որոնց մեծ մասը չեզոքացվել է մինչև մայրաքաղաք հասնելը։ Մոսկվայի երկնքում խոցվել է 85 անօդաչու։ Կան տուժածներ, վնասվել են մասնավոր տներ, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Բրյանսկում կա 1 զոհ, 13 վիրավոր։ Անապայի մոտ էլ ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել բեռնանավ, որի տախտակամածին եղել են ադրբեջանի քաղաքացիներ, տուժածներ չկան։ Նյու Դելիում հազարավոր ուսանողներ, ծնողներ, ակտիվիստներ եւ քաղաքական առաջնորդներ երթի են դուրս եկել, կոչ անելով Հնդկաստանի կրթական համակարգի բարեփոխումներ իրականացնել։ Ցույցը կազմակերպվել է երիտասարդական շարժման կողմից։ Դելիի ոստիկանությունը հայտնել է, որ երթն արտոնված չէ։ Ցույցերը մեծ թափ են ստացել հուլիսի 18-ից հետո, երբ շարժման ղեկավարին, որը 21 օր գտնվում էր հացադուլում, ստիպողաբար տեղափոխել են հիվանդանոց։ Պերույում տեղի ունեցած 5.1 եւ 3.7 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 20-ից ավելին վիրավորվել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Չուպակայի նահանգում, մայրաքաղաք Լիմայից 300 կիլոմետր արևելք։ Գրեթե 50 տուն ամբողջությամբ ավերվել է, փլվածքների տակ կարող են մարդիկ լինել։ Միևնույն ժամանակ Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 5200-ը, 16700 մարդ վիրավորվել է։ Փրկարարները դեռ շարունակում են աշխատանքները տուժած շրջաններում։ Սյուզաննա Չրաղյան։ Եվրոպացի մոտ 2 տասնյակ փորձագետներ առաջիկա 2 տարիներին կաջակցեն Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։ Եվրոպական խորհուրդն այս շաբաթ կանաչ լույս վառեց մեր երկրում քաղաքացիական նոր առաքելության մեկնարկին, որը կօգնի պետական կառույցներին դիմակայել ստին, կեղծիքին, ապօրինի ֆինանսական հոսքերին ու կիբերհարձակումներին։ Եվրամիությունը դիմակայուն անկախ Հայաստանի եւ սեփական ճակատագիրն ընտրելու հայ ժողովրդի իրավունքի մեծագույն պաշտպանն է։ Մենք կապահովենք, որ Հայաստանը միայնակ չմնա արտաքին հարկադրանքին դեմ հանդիման։ Հայաստանում հիբրիդային սպառնալիքները հատկապես սրվեցին խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այդ շրջանում Երևանի դիմումից հետո Եվրամիությունը Հայաստան ուղարկեց արագ արձագանքման խումբ, որն աջակցում էր պետական մարմիններին, սակայն ընտրություններից հետո մասնագետների գնահատմամբ սպառնալիքները ոչ միայն չնվազեցին, այլև նոր դրսևորումներ ստացան, ուստի որոշվեց ձևավորել երկարաժամկետ առաքելություն։ Արդեն մի քանի տարի է, որ նման սպառնալիքների հետ Հայաստանի Հանրապետությունը բախվում էր, բայց վերջին շրջանում դրանց ծավալը աննախադեպ էր արդեն դարձել եւ ոչ միայն Հայաստանը, այլ ընդհանրապես կարծում եմ շատ պետություններ միայնակ չեն կարող նման սպառնալիքների դեմ պայքարել եւ այս կոնտեքստում համագործակցությունը այլ գործընկերների հետ, որոնք ունեն նման փորձ, շատ կարեւոր է եւ այս առաքելությունը, որը արդեն Հայաստանում կմեկնարկի, փոխշահավետ համագործակցություն է,
մեզ համար սովորելու եվրոպական փորձից, թե ինչպես կանխարգելել է սպառնալիքները եւ նաեւ եվրոպացի գործընկերների համար տեսնելու թե ինչ նոր դրսևորումներ են սպառնալիքները ստանում։ Քաղաքացիական նոր առաքելությունը չի զբաղվելու սահմանների դիտարկմամբ կամ անվտանգության հարցերով։ Դրա հիմնական նպատակը պետական կառույցների կարողությունների զարգացումն է։ Առաքելությունը կգլխավորի ռումինացի դիվանագետ Կոսմին Գեորգե Դինեսկուն, որը նախկինում ղեկավարել է Մոլդովայում Եվրամիության գործընկերային առաքելությունը։ Հենց մոլդովական փորձն էլ հիմք է դարձել նման ձևաչափը Հայաստանում ներդնելու համար։ Առաջին այդպիսի առաքելությունը գործել է Մոլդովայում 2023 թվականից առ այսօր գործում է 2 տարվա մանդատ է իսկի սկզբանե ունեցել, այնուհետև եւս 2 տարով երկարաձգվել է մանդատը եւ ահա այս տարվանից այդպիսի առաքելություն գործելու է նաեւ Հայաստանում։ Մոլդովայում այդ առաքելությունը շատ կարևոր դերակատարում է ունեցել, օրինակ համահեղինակելով Մոլդովայի ազգային անվտանգության ռազմավարությունը, նաեւ ստեղծելով ստրատեգիական հաղորդակցության նպաստելով ինքը չի ստեղծել, այսինքն իշխանությունն է ստեղծել այդ առաքելության նպատակը օժանդակելն է կարողությունների ձևավորմանը, այդ ոլորտում փորձի փոխանակմանը եւ այլն, եւ նաեւ ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծմանը եւ կայացմանը։ Ինչպես Մոլդովայում մեզ մոտ նույնպես եվրոպական արագարձագանքման խումբը դարձավ Ռուսաստանի եւ ռուսամետ շրջանակների թիրախը։ Մոսկվայից անգամ պաշտոնական հայտարարություններ հնչեցին, թե Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Պաշտոնական Երևանը նման գնահատականների հետ համաձայն չէր եւ չէ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտում է, սա Հայաստանի ինքնիշխան որոշումն է։ Կարծում եմ մեր բոլոր գործընկերները պիտի հարգանքով մոտենան Հայաստանի Հանրապետության սուվերեն որոշմանը, համագործակցություն ծավալել այս ոլորտում եվրոպացի մեր գործընկերների հետ, չնայած պետք է նաև նշել, որ այս համագործակցությունը ընդհանրապես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը չի սկսվում եւ ավարտվում միայն Եվրոպական միության հետ հենց այս գործիքով աշխատանքներում կան մի շարք այլ նաև միջազգային համագործակցություններ այլ գործընկեր պետությունների հետ տարբեր ուղղություններով թե կիբերանվտանգության, թե ապօրինի ֆինանսական շրջանառության եւ թե ապատեղեկատվության ոլորտներում։ Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը շարունակում է մնալ Ռուսաստանը, փաստարկում են քաղաքասարակության ներկայացուցիչները, սակայն Մոսկվան միակը չէ։ Մենք բավական այսպես կոմպլեքս հիբրիդային սպառնալիքների կիզակետում ենք, օրինակ Հայաստանի այսպես եվրոպական ապագայի թեմայով հիբրիդային սպառնալիքները կարող են գալ Ադրբեջանից եւ Ռուսաստանից եւ ոչ Թուրքիայից օրինակ կամ ինչ որ այլ թեմաներով, թրիփի թեմաներով կարող են գալ այլ պետություններից։ Այս բոլորի հաշվառմամբ ինձ թվում է այս առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնելու, հզորացնելու մեր պետական ինստիտուտները։ Եվրոպական համագործակցության խորացումը տեղի ունենում չափազանց բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Ռուսաստանի եւ Եվրամիության միջև խորացող հակասությունների պայմաններում Հայաստանի յուրաքանչյուր քայլ կարող է տարբեր մեկնաբանությունների արժանանալ։ Ուստի Երևանը ստիպված է պահպանել հավասարակշռված դիվանագիտական քաղաքականությունը, նշում են փորձագետները։ Մեկի հետ ակտիվությունը հարաբերությունների արդեն մյուսի կողմից որպես սպառնալիք է ընկալվում, ուստի այս պարագայում դիվանագիտության գործն է արդեն շատ լուրջ խնդիր, լուրջ աշխատանքի արդյունքում պետք է մինիմիզացնել բոլոր ռիսկերը եւ փորձել նաեւ չառաջացնել ավելացված սպասելիքներ, կառավարել սպասելիքները, ի վերջո մենք այսօր գործ ունենք եվրոինտեգրման գործընթացի ակտիվության, խորացման, ընդլայնման, այլ ոչ թե անդամակցության։ Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին ամիսների նկատվող ակտիվությունը պաշտոնական Երևանը պատահական չի համարում։ Արտգործնախարարության պաշտոնյայի խոսքով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն արդեն վերածվել է գործնական քայլերի։ Դրա վառ օրինակներից է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, որն ընդամենը 2 ամսում եվրոպական բարձր մակարդակի արդեն երկրորդ այցն էր։ Կոստանյանի խոսքով Եվրամիությունը նաև արագ է արձագանքել Հայաստանի բարձրաձայնած կարիքներին։ Ի պատիվ Եվրոպական միության գործընկերների պետք է նշել, որ արագությունը որոշումների կայացման շատ բարձր է եղել, ինչպես եւ նույնը կարելի ասել առաջին առաքելության հետ կապված UMA-ի պարագայում,
երբ կոնկրետ Հայաստանի Հանրապետության կողմից եղել է խնդիրը, բարձրաձայնվել է կարիքը, որը ունենք, Եվրոպական միությունը բավականին արագ է արձագանքել դրան։ Հայաստանում տարիներ շարունակ գործող ԵՄ սահմանային դիտորդական առաքելությունն ու այս նոր քաղաքացիական առաքելությունը տարբեր մանդատներ ունեն եւ լուծում են տարբեր խնդիրներ, նշում են փորձագետները, դրանք միմյանց չեն փոխարինելու։ Այստեղ նաև շատ կարևոր է, որ մենք կարողանանք տարանջատենք առաջին առաքելությունը եւ երկրորդ, հա։ Առաջինը ինքը նեյտրալ նախնական փուլում նախատեսվում էր, այսպես ասենք, որ երկու կողմից սահմանի լինեն եվրոպացիները, Ադրբեջանի մերժելուց հետո արդեն ոնց որ մի կողմում մնացին, բայց իրենք նեյտրալ առաքելություն են, բայց այս մեկը ինքը այսպես ասենք նեյտրալ չէ, հա, այս մեկը ինքը աջակցող գործընկերային առաքելություն է։ Այսպիսով ԵՄ նոր առաքելությունը Հայաստան կբերի փորձ, գործիքներ դիմակայելու այն սպառնալիքներին, որոնք հաճախ տեսանելի չեն, բայց կարող են ոչ պակաս վտանգավոր լինել պետության համար։ Վոլոդիա Մուշեղյան, Մհեր Կիրակոսյան, Սերյան Անտոնյան եւ Լիլիթ Հովանիսյան։ Տավուշի մարզում ավարտվեցին Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության կազմակերպած ներառական ամառային ճամբարները, երեխաների ամառային արձակուրդները դարձնելով ավելի ակտիվ, ուսուցողական ու ներառական։ Ճամբարների ընթացքում երեխաները մասնակցել են թիմային մարզական խաղերի, ինտելեկտուալ մրցույթների, վիկտորինաների, քննարկումների եւ ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների։ Իջևանում ճամբարին մասնակցել է 150 երեխա համայնքի տարբեր բնակավայրերից։ Ճամբարի հիմնական նպատակն է, որպեսզի ամառը դարձնենք երեխաների համար զվարճալի, ուրախ, գունավոր։ Մեր նախաձեռնությամբ այս ճամբարը նաև գաղափարի ճամբար է, որովհետև այստեղ երեխաները սովորում են ընկերություն անել, հավասարություն պահել, հանդուրժել, մեկը մյուսին ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան, եւ սա հրաշալի հնարավորություն է երեխաների համար, որպեսզի իրենք ճանաչեն իրենք ճանաչեն տարածաշրջանը, տարածաշրջանի մշակույթը, տարածաշրջանի վարք ու բարքերը։ Ես ուրախ եմ եւ շնորհակալ եմ բոլոր այն աջակիցներին, ովքեր ամեն տարի տալիս են հնարավորություն Տավուշի երեխաներին իրենց ամառը դարձնելու գեղեցիկ ու գունավոր։ Նախաձեռնության առանցքում եղել է ներառականության գաղափարը։ Ճամբարները նպատակ են ունեցել խթանել ոչ ֆորմալ կրթությունը, ձևավորել համագործակցության մշակույթ եւ տարածել Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության գլխավոր ուղերձը՝ սովորել, խաղալ ու զարգանալ միասին։ Դեռ փոքր տարիքից որպես կամավոր հաճախել եմ Հույսի կամուրջ, մասնակցել մի շարք միջոցառումների, խմբակների եւ ճամբարների։ Կարելի է ասել, որ հենց այդ պատերի ներսում էլ մեծացել եմ։ Հենց այստեղ եմ սովորել մարդկային ամենավորակյալ արժեքները՝ ընկերություն, հավասարություն, ներառականություն եւ այլն։ Դեռ մանկուց տեսելով կենտրոնի աշխատանքը հասկացել եմ, որ մարդկանց չի կարելի իրարից տարբերել ու չի կարելի սահմանափակել կարծրատիպերով։ Բոլորս էլ նույնն ենք, ունենք նույն իրավունքներն ու նույն սիրվելու պահանջը։ Ես այսօր 14 տարեկան եմ եւ գիտակցված ընտրել եմ կամավորի ուղին։ Ինձ համար մեծ հպարտություն է ունենալ իմ փոքրիկ ներդրումը մի վայրում, որտեղ ջնջվում են բոլոր արհեստական սահմանները եւ կառուցում հավասարության իրական կամուրջներ։ Իջևանցի հայկի համար ճամբարի օրերը դարձել են նոր բացահայտումների, ընկերությունների եւ հիշարժան պահերի շրջան։ Միջոցառումների ավարտին նա տուն է վերադառնում նոր տպավորություններով ու հույզերով իր հետ տանելով միասին սովորելու եւ համագործակցելու կարևոր գաղափարը։ Ես Հույսի կամուրջը մեկի 2018 թվականից այստեղ շատ հետաքրքիր է։ Այստեղ ես շատ բաներ սովորեցի։ Ընկերներ դերի բերեցի, էմոցիաներ, ապրումներ, հիշողություններ, հատկապես այս տարվա ճամբարը եւ ռոբոտաշինությունը շատ էմոցիաներ եւ հույզեր պարգևեցին։ Ճամբարների նախաձեռնությունն արդեն ամենամյա բնույթ է ստացել, որն իրականացվում է Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության եւ գործընկեր աջակից կառույցների հետ համագործակցությամբ։ Երեխաների համար ստեղծելով նոր փորձառություններ, ընկերական կապեր ու ներառական միջավայր։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի վերին պտղնի Երևանաբոյան խճուղու 5 հասցեում գործող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը հանրության առավել հայտնի է որպես վարճանքի եւ ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից հայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, որի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում որպես հաճախորդներ կապ է հաստատվել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ։ Ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով։ Վերջիներս չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները։ Միաժամանակ տեղեկացել են, որ անկախ հյուրերի քանակից սրահը տրամադրվում է 12 միլիոն ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։ Ճշտվել են նաև հանգստի եւ ժամանցի վայրային տարածքները, որտեղ կարող են արկա լինել ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային եւ փաստաթղթային արժանահավատ տվյալներ։ Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունն ու անցել են բացահայտ գործողությունների։ Իրականացված միջոցառումների շրջանակում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում արկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, ներքին հաշվառման եւ սևագիր փաստաթղթերը։ Ձեռքբերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում արկա նույն ժամանակաշրջաններին վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ։ Արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-ից 26 թվականներին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 միլիոն ՀՀ դրամ։ Հաստի արդիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ նման վարքագծից եւ գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր։